եկեք լյուստրացիա անենք, սկսենք Հայաստանից, հա։ Մենք ունենք ապացուցված գործակալ, որը հիմա զբաղացնում է ինքն է խոստովանել է, որը զբաղվում է մեր արտաքին գործերի նախարարն է, դրանից առաջ ուրիշ պաշտոններ, այսինքն եկեք լյուստրացիայի ենթարկենք, եկեք ոչ թե ընտրովի արխիվները բացենք, այլ ամբողջությամբ բացենք, հələ տեսնենք Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ մյուս պաշտոնյաները, օրինակ, որ Թուրքիայում սովորել է։ Այո, տեսնենք ում ագենտներն են, կարող է KGB-ի ագենտ էլ կա, բերենք այս 37 տարվանը ամբողջությամբ, ասենք այս էջը փակում ենք, ՍՍՀՄ-ի բոլորին լյուստրացիայի ենթարկենք եւ հավաստի աղբյուրից, հավաստի փորձագիտական աղբյուրից, ոչ թե իրանց ձեռագրով, ասենք, ոնց որ նախաքննության գաղտնիքներն են դնում համացանց, որպեսզի հանրային կարծիք ստեղծվի։ Եկեք լյուստրացիա համաձայնենք, սկսենք գործող իշխանություններից լյուստրացիայի ենթարկենք, բոլոր ագենտներին փակենք, ազատենք, վռնդենք երկրից, սկսենք, մենք ուրախ ենք ու հավաստի փորձագիտական աղբյուրներից, ոչ թե ասենք, ես չգիտեմ, ինչ ձև արած, մենք ուրախ կլինենք։ Բայց նպատակը ո՞րն էր դրա, նորից վարկաբեկելու վեհափառ հայրապետին, թե եկեղեցուն հարվածելը ո՞րն էր։ Ռուսական հետք փնտրել, ռուսական հետք ցույց տալ, հա, եկեղեցու հետ կապված ո՞րն էր սրանց նպատակը։ Տեսեք, ռուսական հետք ախր եթե 26 թվականին նրանք վերարտադրվեն, էլի գնալու են, այս մեկը ասելու է Դարագոյ Վլադիմիր Վլադիմիրովիչ, այն մյուսն ասելու է Դարագոյ Դրուկ, իրար Մոսկվային հեծանիվ է քշելու Մոսկվայում։ Այո, իրար փաթաթվելու են, այսինքն այստեղ հակառուսական բան չկա եւ Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ ոչ մի հակառուսել չի։ Ուղղակի ինստիտուտի քանդման հարցը դրված է, որտեղից է դրված, հիմա շատ մարդկանց դուրը չի գա։ Հենց այս Նիկայի հանդիպումը, որ Նիկայում հիմա հարց է դրված այս ինստիտուտը քանդել, կամ կաթոլիկ եկեղեցին է վերցնում իր տակ, մյուս կողմից էլ ռուսական եկեղեցին եւ կան այնտեղ արդեն մարդիկ, որ դիմում են գրել, եթե ասում են պետք է մեր ձեռքից գնա, ռուսներն ասում են մենք կանվանենք հայկական եպարխիա։ Այսինքն դանակավորները շատացան։ Այո, դանակավորները հիմա ոնց որ Արցախի եկեղեցին հայտարարեցին, որ ռուսական հետ կա, այդ եկեղեցին ալբանական հայտարարեցին, ալբանական ռուսական հետ։ Այսինքն այնտեղ Ռուսաստանում դեռ քրիստոնեություն չկար, որ մենք այդ եկեղեցի հիմա որոշված է, որ պետք է այս հայկական ինստիտուտը քանդել։ Ոնց կքանդվի, եթե սրանք ասում են իրանք պետք է քանդեն, մենք վերցնենք մեր, այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ մի կողմ խոստումներ, մյուս կողմն էլ էլի խոստումներ ինստիտուտի քանդման հարցն է գնում։ Անհատն է, հավատացեք, անհատների վրա այնքան բան ունի, երբ չունենա էլ, ասենք, առաջի դեմքից եք լսում, էլի, որ այդ Շինցո քայլերը տեսել է, ինձի որ ուրիշ տեղ պատմեն, ես չէի հավատա, էլի, ինչ Շինցո գործեր ու վերջում էլ դատանում։ Բայց դեր դեմել են այդպիսի գործեր։ Այո, վերջում էլ դատանում գան կանգնեն, ասեն, այդ մենք չենք գրե, իրա փաստաբանն է գրե։ Դատավորն ասում է, մի րոպե, ոնց, հələ կարդացեք, կարդում են, ասում է վրիպակ ա եղել։ Տարի 6 ամիս մարդուն կալանքի տակ են պահում, հետո ասում են վրիպակ։ Ուզում ասեմ, եթե անհատի հարց լինի, հավատացեք գնալու են ձերբակալելու են։ Ոնց որ էլի ասում են մենք Արշակ Սրբազան, որ թվի են ասին, ինչ որ մեկի գրպանը 18 թվականին։ Կամ լավ, եթե դու Հայաստանի Հանրապետության վարչապետ ես ու միանձնյա, դու քո բերնով ասում ես պետությունը ես եմ, իշխանությունը ես եմ, ով իմ ասածը չանի, դու 18 թվից չէիր կարա այդ արխիվները մտներ, ապա գախնիացներ, տեսներ ով է ԱԾ-ի ագենտ։ Այս կներեք ես էի գնում կաթողիկոսի հետ հանդիպում, համարյա մերկ ձևով, ոտքս ոտքիս գցած նստում, փորձում գայթակղել։ Հենց էտա դու նոր իմացար, թե նոր հրահանգ ստացար։ Ասում եմ, եկեք լյուստրացիա, մենք համաձայն ենք, բոլոր փագենք, ՍՍՀՄ-ի էջը փագում ենք, եկեք, սկսենք այսօրվա ագենտներից, հետո անցնենք ՍՍՀՄ-ի էջը ու հավաստի փորձագիտական աղբյուրներով դնենք, ասենք, այս մարդը KGB-ի ագենտ է, դուրս թողենք, այս մարդը Թուրքիայի ագենտ է, հիմա
պետությունումա ձերբակալենք, կալանավորենք, հարցաքննենք, մի խոսքով։ Այս մարդը ասենք հոգեբուժարանից թուղթ ունի, տանենք հոգեբուժարան, օրինակ, դա էլ է, չէ՞, եւ իլյուստրացիա։ Քանի երկրի ագենտ կլինի մեր այսօրվա վարչապետը։